Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Հուլիսի 13-ին տեղի ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Ներկայ էին նաեւ փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը եւ բոլոր գործընկերներին հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի կառուցման աջակցելու համար ընդգծել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը վերածվել է կառուցողական գործընկերության եւ բարեկամության։ Նախարարի խոսքով Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել փրկարար ծառայության զարգացման ուղղությամբ, ընդլայնելով ենթակառուցվածքային հնարավորություններն ու ամրապնդելով ծառայության կարողությունները։ Մենք կատարում ենք ներդրում նոր ենթակառուցվածքի վրա, բայց այն առավելապես ներդրում է մեր փրկարարների եւ մեր քաղաքացիների անվտանգության ամրապնդման գործ, որովհետեւ պակաս կարևոր չէ, թե ինչպիսի աշխատանքային պայմաններում եւ ինչպիսի անվտանգային պայմաններում են ապրում փրկարարները, ծավալում իրենց գործունեությունը, կատարում փրկարարական գործողությունները, որովհետեւ դրանից է կախված առավելապես, թե ինչպիսի որակով աշխատանք կմատուցենք մենք մեր քաղաքացիներին։ Այս ենթակառուցվածքը պիտի լինի նոր մեկնակետ, զարգացնելու մեր կարողությունները, ձևավորելու նոր հմտություններ, ավելի կատարելագործելու դրանք եւ մեր հարությանը մատուցելու նոր որակի ծառայություն։ Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ջրափրկարարների նվիրումն ու պատասխանատու ծառայությունը, նշելով, որ նրանց աշխատանքը հաճախ վճռորոշ է մարդկային կյանքերի փրկության գործում։ Նա վստահություն է հայտնել, որ ենթակառուցվածքի գործարկումը նոր հնարավորություններ կստեղծի ծառայության զարգացման համար, ամրապնդելով ջրափրկարարների կարողությունները եւ մեծացնելով յուրաքանչյուր փրկարարական գործողության հաջողությամբ ավարտվելու հավանականությունը։ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, անդրադառնալով ներքին գործերի նախարարության եւ ԱՄՆ կառավարության միջև ձևավորված համագործակցությանը, նշել է, որ այն շարունակաբար ամրապնդվում է, ընդգրկելով նաեւ փրկարարծառայության հետ իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ նոր վարչական համալիրը կնպաստի փրկարարների համար առավել անվտանգ եւ հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծմանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շրջել են նոր վարչական համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, դրա ֆունկցիոնալ հնարավորություններին, ծառայողների համար ստեղծված աշխատանքային եւ կենցաղային պայմաններին, հանգստի եւ կապի սենյակների հագեցվածությանը, ինչպես նաեւ տեխնիկական եւ գույքային ապահովվածությանը։ Հիշեցնենք, որ վարչական համալիրի շինարարությունը մեկնարկել էր 2025 թվականի ամռանը եւ ամբողջ ընթացքում գտնվել է ներքին գործերի նախարարության խիստ վերահսկողության ներքո, շինարարական աշխատանքների որակի եւ սահմանված ժամկետների պահպանման նպատակով։ Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումն իրականացվել է ներքին գործերի նախարարության, ԱՄՆ եվրոպական հրամանատարության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ ռազմական խմբի աջակցությամբ։ Ներքին գործերի նախարարը այցելել է նաև ջրային պարեկային ծառայության մոդուլային բլոկներից պատրաստված լողացող նավամատույց, հետևել ջրային պարեկների ծառայությանը։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավթաշենի գերեզմանատան մոտ նկատել են մի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարկ։ Երբ ոստիկանները մոտեցել են, վարորդը մեքենայից ստվարաթղթե տուփ է նետել։ Թմրամիջոց ապօրինի պահելու եւ իրացնելու կասկածանքով վարորդը ձերբակալվել եւ Kia Magnish մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Ձերբակալված տղամարդը հայտնել է, որ նետած տուփի մեջ ընդհանուր 210 գրամ մեթամֆետամինով 4 փաթեթ է, որը $400 ձեռք է բերել Telegram-յան ալիքի միջոցով, դրանք տեղադրելու տեղադրման տարածքը լուսանկարելու եւ կոորդինատներն օգտատիրոջը փոխանցելու նպատակով Հաչապնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հանգամանքները պարզվում են։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Կառավարությունն իրազեկում է
Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան, կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բացկրակից, այրել չորխոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերի կապուկներ, թաց հագուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները, դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Հիշեցում վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 ապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարկերի բուսականությունը, գյուղատնտեսական անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 ապատիկից 300 ապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 112 հեռախոսահամարին։ Երկրաշարժը բնական աղետ է, այն հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել։ Երկրաշարժի ժամանակ պատը սպառվելու համար շենքի ներսում առավել ապահով հատվածներն են հիմնական եւ ներքին կրող պատերը, դրանցում առկա դռների բացվածքները։ Անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան եւ մի քանի անգամ փորձարկել այն։ Ճշտել բնակարանի, աշխատավայրի, դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։ Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։ Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն, հեռու շենք շինություններից, ենթակառուցվածքներից։ Պետք է նվազեցնել տվյալ միջավայրում առկա ռիսկերը, ելքերն ազատել տարհանման ժամանակ խոչընդոտ հանդիսացող առարկաներից, մեծածավալ առարկաներ չտեղադրել կահույքի վրա։ Նախապես ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, որի մեջ պետք է լինի դեղատուփ, մարտկոցով ռադիոընդունիչ, գրպանի լապտեր, սուլիչ, դիմակ, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ, կարևոր փաստաթղթեր, պահածոյացված սնունդ եւ ջուր։ Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները, հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել ձեզ սպառնացող վտանգը։ Եթե ձեր վարելու իրավունքի զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին եւ արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած դուք ունեք 1 տարի ժամանակ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am կայք։ Կայքի ներքևի հատվածում կա հաշվառման քննական ծառայություններ, սեղմել մուտք, մուտքագրել հանրային ծառայության համարանիշը եւ հեռախոսահամար, այնուհետև սեղմել մուտք։ Մուտքագրեք թվերը նույնականացման համար։ Այստեղ ծառայությունների պատուհանում կա նոր պատուհան, հատուկ զրկվածների համար։ Նշել այդ պատուհանը եւ ընտրել ձեզ հարմար հաշվառման քննական բաժինը, այցելության օրը եւ ժամը։ Գրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ սեղմեք ամրագրել կոճակը։ Այնուհետև կստանաք ձեր կտրոնը, որով ամրագրման օրը պետք է այցելեք հաշվառման քննական բաժին, կատարեք վճարում եւ ստանաք վարորդական վկայական։ Տեղում կարող եք վճարել 12000 դրամ եւ ստանալ նոր 10 տարվա ժամկետով վարորդական վկայական, իսկ թվային վկայական ունենալու համար 6000 դրամ։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։